Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1420-րդ օրն է, եկավ նոր օր, Պուտինը գիշերը կրկին փորձում էր մեզ բոլորիս թողնել առանց լույսի և ջեռուցման, բայց ինչպես ասաց Զելենսկին, ցուրտը չի օգնի Կրեմլին հաղթել պատերազմում։ Առավոտյան, երբ YouTube-ը ինձ առաջարկեց մի քանի ռուսալեզու ուկրաինական ալիքներ, այնտեղ ուղղակի ապոկալիպտիկ պատկերներ էին, թե իբր ոչ միտեղ լույս ու ջերմություն չկա, դե լույսի այդ էքստրեննի կոչված անջատումներին արդեն կարծես սովորել ենք, բայց փառք Աստծո նրանց նկարագրած պատկերը չկա, որքան ես եմ հասկանում այդ ռուսալեզու ալիքները եթերներ են անում ոչ թե ուկրաինացիների, այլ հավանաբար ռուսների համար, եւ որքան ավելի աղետալի են ներկայացնում իրավիճակը Ուկրաինայում, այնքան շատ դիտումներ են հավաքում, ինչպես ասում են Աստված իրենց դատավոր, իսկ մենք ներկայացնում ենք այն ինչ որ կա, եղածնել պակաս աղետալի չի, ասենք երբ որ փորձում են ամեն օրվա ռեժիմով մարդկանց լույսը կտրեն եւ էներգետիկները օրը 24 ժամ այդ ամենը վերականգնում են, բայց այն ինչ որ նկարագրվում է, դա կարծես փորձում են ռուսներին դուր գալ, դրա համար է արվում։ Մենք դժվարություններից խոսում ենք, ասում ենք ռեալ պատկեր է։ Ինչևէ, չշեղվենք, այսօր հետաքրքիր լուրեր ունենք ձեզ համար։ Եթե մենք գիտեք, եթեր ենք անում, նշանակում է կյանքը շարունակվում է եւ մենք կրկին լավատեսական նորություններ ունենք ձեզ համար։ Կուպյանսկի քաղաքապետարանի վրա Ուկրաինայի դրոշի բարձրացման եւ Տագանրոգում դրոններ արտադրող գործարանի խոցման մասին կարծում եմ մեր բոլոր բաժանորդները արդեն գիտեն մեր Telegram-ից եւ Facebook-ից։ Իդեպ բարի դրոնները դեռ 3 երեկոյանից ջանում էին բարձրացնել մեր տրամադրությունը, նրանք թռչում էին Ռուսաստանի 17 տարածաշրջաններում, բայց այդ մասին մի փոքր ուշ։ Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել նաեւ չափազանց ուսադրող նորությունով, որը ըստ էության բացատրում է, թե ինչու է Պուտինը կառչել ցրտից որպես իր վերջին հույսը։ Նույնիսկ Ուկրաինայի պատասխան հարվածները եւ այն փաստը, որ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ նստած են առանց ջեռուցման ու լույսի, Պուտինի համար նշանակություն չունեն, որովհետեւ նա իր բնակչությանը դեռևս ոչ մի բանի տեղ չի դնում։ Օրինակ Բելգրադի նահանգապետ Գլատկովը դեռ 4 օր առաջ բնակիչներին խոստացել էր վերականգնել լույսը մինչև օրվա վերջ, բայց այդ օրը դեռ չի գալիս, որ վերջում մարդիկ ստանան իրենց լույսը։ Բայց Պուտինի համար միևնույն է, նույնիսկ ռուսական ԶԼՄ-ները չեն գրում այդ մասին, երևի նրանց թվում է, թե այդպես կարող են թաքցնել իրենց խայտարակությունը։ Պուտինը ցանկանում է օգտագործել սառնամանիքային եղանակը, որովհետև ծայրահեղ անվստահ է իր վաղվա օրվա հարցում։ Goldman Sachs գործակալության վերլուծաբանները կանխատեսում են նավթի գների անկում առաջարկի աճի պատճառով։ Նավթի գները հավանաբար կնվազեն այս տարի, քանի որ առաջարկի ալիքը շուկայում ավելցուկ է ստեղծում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի, Վենեսուելայի եւ Իրանի հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերը կշարունակեն տատանումներ առաջացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով Goldman Sachs-ի կանխատեսմանը։ Նշվում է, որ ներդրումային բանկը պահպանել է 26 թվականի միջին գնի իր կանխատեսումները Brent տեսակի նավթի համար $56, իսկ WTI-ի համար $52 մեկ բարելի դիմաց։ Վերլուծաբանները ակնկալում են, որ արդյունահանող երկրներում պաշարների աճի ֆոնին գները կհասնեն իրենց նվազագույն մակարդակին, այսինքն $54 կամ $50 սահմանագծին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերին ամերիկյան պատժամիջոցների պատճառով Urals տեսակի ռուսական նավթի միջին զեղչը, որը ռուսական նավթային ընկերությունները տրամադրում են Brent-ի նկատմամբ, հասել է $25.8 մեկ բարելի դիմաց եւ մոտեցել է պատմական ռեկորդներին։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի բյուջեի եկամուտները շարունակել են կտրուկ նվազել։ Ռուսաստանի 26 թվականի բյուջեում Urals նավթի գինը սահմանված է $59 մեկ բարելի դիմաց։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ նավթի արտահանման շուկաների կորուստները, ապա սա նշանակում է, որ նավթը շահութաբեր արտահանումից լավագույն դեպքում կարող է վերածվել սև օրվա համար նախատեսված եկամտի, իսկ դրանով պատերազմ դժվար թե կարողանա վարել Պուտինը։ Դե տեսնենք, ինչպես միշտ մենք ասում ենք, բայց սա դեռ ամենը չէ։ Ադրբեջանի 26 թվականի պետբյուջեում ազերի լայթ նավթի գինը սահմանված է $65 մեկ բարելի դիմաց, ինչը թեև ցածր է 25 թվականի ցուցանիշից, սակայն լուրջ խնդիր կլինի, եթե Goldman Sachs-ի կանխատեսումները իրականանան, իսկ դրանք գրեթե միշտ իրականանում են, թեև եղել են հազվադեպ դեպքեր, երբ վերլուծաբանները սխալվել են, բայց մենք մեր կողմից ինձ թվում է ամեն ինչ կանենք, որպեսզի
այս տարի այս կանխատեսումը իրականություն դառնա, իսկ եթե կանխատեսումը իրականանա, ապա ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն կարողանա կատարել բյուջեի եկամուտների մասը։ Պուտինի վիճակը բավականին բարդ է, ռեսուրսները սպառվում են, իսկ սպառնալիքները աճում են։ Դե հուսանք, որ Ադրբեջանը հերթական նավթի գնի անկումը չի օգտագործի նոր պատերազմ սկսելու համար։ Սա արդեն հայկական քաղաքական դաշտի մեծ խնդիրն է, պետք է ապահովագրել երկիրը ցանկացած ադրբեջանական նկրտումներից։ Վերադառնալով Պուտինին, ասենք, որ The Sun թերթը հղում անելով բրիտանական հետախուզության Mi-6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավին գրում է, որ ռուս դիկտատոր Պուտինի համար նմանակները, դվայնիկները, հանդիսանում են անձնական անվտանգության համակարգի կարևոր տարր։ Վերջին տարիներին դրանք օգտագործվում են շատ ավելի հաճախ, քանի որ Կրեմլի ղեկավարը ըստ ամենայնի վախենում է ուկրաինական հարվածներից։ Վատ լուրերը Պուտինի համար շարունակվում են։ BBC-ն հայտնում է, որ Բրիտանիան Ամերիկայից հետո պատրաստվում է կալանավորել ռուսական ստվերային նավատորմը։ Լոնդոնը կատարելագործում է իրավական դաշտը պատժամիջոցների տակ գտնվող այն նավերը ձերբակալելու համար, որոնք Ռուսաստանն ու այլ երկրներ օգտագործում են սահմանափակումները շրջանցելու նպատակով։ Իր հերթին Եվրոակտիվը գրում է, որ Եվրոմիությունը կարող է փետրվարին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այստեղ հարց է առաջանում, ինչու ոչ հունվարին, բայց իմանալով բոլոր դժվարությունները Եվրոմիությունում, ուրախ կլինենք նաև փետրվարյան նոր պատժամիջոցների համար, իսկ քանի դեռ Պուտինը պատրաստվում է Ուկրաինայի նոր զանգվածային հրետակոծությանը, նորվեգիան $400 միլիոն կհատկացնի Ուկրաինային օգնելու համար, միջոցները կուղարկվեն հրատապ կարիքներին, մասնավորապես էներգետիկ օբյեկտների վերականգնմանն ու վերանորոգմանը։ Այս մասին Կիևում ուկրաինացի գործընկեր Անդրե Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդենը, մինչ Թրամփը կրկին իրեն կռուպիայի տեղ է դրել եւ գուշակում է, թե ով ունի խաղաքարտեր, իսկ ով ոչ, նախագահ Զելենսկին լսել է ամերիկյան կողմի հետ շփումների գծով բանակցային խմբի մանրամասն զեկույցը եւ հանձնարարել է վերջնական տեսքի բերել Ամերիկայի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը։ Մեջբերեմ, դա պետք է լինի պատմական մակարդակի փաստաթուղթ եւ հենց այդպիսի մակարդակի է հիմա հասնում տեքստը։ Ընդգծել է Զելենսկին, իմ կողմից հավելեմ, որ Թրամփի հռետորաբանությունը մի հարց է, բայց երբ նրան առաջարկում են շահավետ գործարքներ, նա չի կարողանում դիմակայել գայթակղությանը, իսկ մենք լուծում ենք էկզիստենցիալ հարց։ Իդեպ, գիշերը Թրամփը հայտարարել է 25% մաքսատուրք սահմանելու մասին ցանկացած երկրի դեմ, ով բիզնես է վարում Իրանի հետ։ Այստեղ իմ կարծիքով հայ դիվանագետները անելու բան ունեն, իսկ պետդեպարտամենտը դիմել է ամերիկացիներին կոչ անելով Թուրքիայի միջոցով լքել Իրանը։ Այս ֆոնին իրանական վարչակարգը Ամերիկայի հետ շտաբ բանակցությունների հարցում է ներկայացրել։ Ձեր էկրաններին տենում եք մեր Telegram-ի QR կոդը, հետևեք մեր նորություններին նաև Telegram-ում, այնտեղ մենք ամեն ինչ օպերատիվ ներկայացնում ենք։ Շատ զարմացրեց Մոլդովայի նախագահը Մայա Սանդուն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ կողմ է իր երկրի վերամիավորմանը Ռումինիայի հետ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Մոլդովայի առաջնորդ Մայա Սանդուն կողմ է, որ իր երկիրը ապագայում կրկին դառնա Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ռումինիայի մաս, եթե տվյալ հարցը դրվի համաժողովրդական հանրաքվեի, նա պատրաստ է կողմ քվեարկել։ Նման հայտարարություն Սանդուն արել է բրիտանական ոդքասթի եթերում, հայտնում է Politico-ն։ Սանդուն կարծում է, որ Ռումինիայի հետ վերամիավորումը օգտակար կլինի Մոլդովայի համար, որն այսօր դժվարությամբ է կերտում ժողովրդավարություն եւ միաժամանակ դիմակայում Մոսկվայի կողմից իրականացվող հիբրիդային ագրեսիային։ Փաստացի երկրի ղեկավարը հայտնում է այն մասին, որ մի օր կարող ենք Մոլդովան քարտեզի վրա չտեսնել, ինչով է մենք Ռումինիայի հետ սահման ունենք, եթե Մոլդովայի ժողովուրդը դա ճիշտ համարի, դա իրենց որոշելիքն է։ Ռուսաստանի երկաթուղային մոնոպոլիան RŽԴ-ն հայտնել է վերջին 16 տարվա ընթացքում բեռնափոխադրումների ամենախորը անկման մասին, ինչը մատնանշում է ռուսական տնտեսությունում աճող խնդիրները։ Ռուսական երկաթուղիները 25 թվականը ավարտել են շատ վատ ցուցանիշով, պատժամիջոցների ճնշման եւ արտադրության մարման ֆոնին արձանագրվել է բեռների մեծ անկում։ Այս տվյալները հրապարակվել են մենաշնորհի RЖD-ի կայքում։ Մենք ինչպես միշտ ձգտում ենք ներկայացնել օբյեկտիվ իրականությունը։ Իդեպ Սիբիրի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկում Խակասիայում բյուջեի հսկայական ճեղքվածքի պատճառով պետական հիմնարկների աշխատակիցները մնացել են առանց աշխատավարձի, ռուսական Խակասիան բախվել է սուր ֆինանսական ճգնաժամի, տարածաշրջանային բյուջեում 5 միլիարդ
ռուբլու դեֆիցիտի պատճառով բյուջետային աշխատողները մնացել են առանց վարձատրության, այս մասին հայտնել է տեղական Յուգ Սիբիրի ռեսուրսը։ Ճգնաժամի հիմնական պատճառը կապված է ածխի արդյունաբերությունից ստացվող եկամուտների կտրուկ անկման հետ, որն ավանդաբար ապահովում է հանրապետության հարկային մուտքերի զգալի մասը։ Դե կարևորը, որ արդեն Պուտինի ռեժիմը թաքցնել չի կարողանում խնդիրները։ Ռուսական տեղեկատվական դաշտում տեղի ունեցել անսպասելի եւ հնչեղ իրադարձություն, ամենահայտնի Z բլոգերներից մեկի Յուրի Պոդոլյակայի հայտարարությունն է դա ռուսական կորուստների թվի մասին, թեև Պոդոլյական Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների ավելի ցածր թիվ է հնչեցրել, քան իրականում արձանագրված է Ուկրաինայի գլխավոր շտաբի կողմից, սակայն միևնույն է, նման թվերի հնչեցումը սա նախադեպ է։ Ըստ Պոդոլյակայի, պատերազմի ոչ լրիվ 4 տարիների ընթացքում Ռուսաստանի համախառն կորուստները հասել են մոտավորապես 820,000 մարդու, այդ թվից, ինչպես պնդում է բլոգերը, մոտ 400,000-ը սպանվածներն են։ Քարոզչի հայտարարությունը հսկայական սենսացիա դարձավ, քանի որ Մոսկվան պաշտոնապես չի բացահայտում Ուկրաինայում իր բանակի կորուստները։ Փաստացի խոսքը մարդկանց այնպիսի քանակի մասին է, որը համադրելի է Ռուսաստանում մի շարք տարածաշրջանների բնակչության հետ։ Չէ՞ որ Ռուսաստանում ոչ բոլոր սուբյեկտները ունեն բազմամիլիոնանոց բնակչություն, օրինակ Ինգուշեթիայի բնակչությունը կես միլիոնից մի փոքր ավելի է։ Նմանատիպ գնահատականները նախկինում այս տեսքով դեռ չէին հնչել Կրեմլի գործողությունները սատարող անձերի, բլոգերների կողմից։ Պոդոլյակայի հայտարարությունը դարձավ այն եզակի դեպքերից, երբ Z համայնքի ներկայացուցիչը բացահայտ խոստովանեց Ուկրաինայում ռուսական բանակի հսկայական կորուստների մասին։ Դե ինչ, ճշմարտությունը այդպիսին է, վաղ թե ուշ այն ջրի երեսը դուրս գալիս։ Մոտեցանք ռազմական լուրերին, կարևոր նորություն ուկրաինական էներգետիկայի վրա Ռուսաստանի ամենօրյա հարձակումների ֆոնին Ուկրաինա ՆԱՏՕ խորհրդի նիստում հայտարարվել է Ուկրաինայի զինված ուժերի համար լրացուցիչ հոբ միջոցներ տրամադրելու որոշման մասին, սա շատ կարևոր է, իսկ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ձևավորվել է հատուկ էներգետիկ ջոկատ էներգետիկ ենթակառուցվածքների վնասվածքներին արձագանքելու համար, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Կլիմենկոն։ Ռազմաճակատում ուկրաինացի հատուկ ջոկատայինները Դոնեցկի մարզում դիրքեր են ազատագրել, ոչնչացնելով հակառակորդին եւ համալրելով գերիների փոխանակման ֆոնդը։ Անցած գիշեր ուկրաինական դրոնների անօդաչու համակարգերի ուժերը հաջող գործողություն են իրականացրել ռուսական զորքերի դեմ։ Հարվածի տակ էին հայտնվել էներգետիկ հանգույցներն ու սպառազինության պահեստները։ Բազում հաճելի կադրեր ունենք մեր Telegram-ում։ Հունվարի 13-ի գիշերը ուկրաինական պաշտպանության ուժերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Ատլանտ աերո գործարանին եւ խոցել են ռուսական զորքերի դիրքերը Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը։ Ատլանտ աերո ձեռնարկությունը իրականացնում էր Մոլնիա տեսակի հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքերի մշակման արտադրության եւ փորձարկման ամբողջական ցիկլ, ինչպես նաեւ թողարկում էր համակցող մասեր Օրիոն դրոնների համար։ Օբյեկտի ոչնչացումը նվազեցնում է Ռուսաստանի ԱԹՍ-ների արտադրության հնարավորությունները եւ թույլատրում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նրա կարողությունը։ Գենշտաբը անդրադարձել է նաեւ հարվածներին ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Զապորոժիեի մարզում խոցվել է Տոր զենիթահրթիռային համալիր, Տունգուսկա ռուսական կրակային միջոց, P-18-2 պրիմա ռադիոլոկացիոն կայան, ինչպես նաեւ օկուպանտների կենթանի ուժի կուտակումները Լյուբիմովկա ավանի մոտ։ Դոնեցկի մարզում ոչնչացվել են զինամթերքի պահեստ եւ ռուս զինվորականների խմբավորում Մակեևկայի շրջանում, ինչպես նաեւ Տոր զենիթային համալիրը Սոլնիչնեյ ավանում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են համակարգված գործողությունները ուղղված ռուսական զորքերի հարձակողական եւ ռազմատնտեսական ներուժի նվազեցմանը, հասնելով ագրեսորի թուլացմանը եւ նրան պատերազմը դադարեցնելուն հարկադրելուն։ 3 Պոկրովսկի ուղությամբ ռուսական բանակը 26 անգամ է գրոհել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, իսկ Գուլյայպոլի ուղությամբ 34 անգամ, Կուպյանսկի ուղությամբ ընդամենը 6 անգամ են գրոհել ռուսները։ Դստեղ են ասել, չէ՞, գրոհում են, ինչ անեն։ Ցավոք չունենք դեռ Գենշտաբի արձագանքը ուկրաինական դրոնների աշխատանքի մասին ավելի խորը Ռուսաստանի տարածքում, հուսանք տվյալներ կլինեն եւ մենք ձեզ անպայման կներկայացնենք։ Արդեն ասացի, որ 17 տարածաշրջաններում էին ուկրաինական դրոնները Ռուսաստանի տարածքում։ Անցնենք մարտի դաշտի իրադարձությունների թվերին։ Ռազմաճակատում վերջին 1 օրվա ընթացքում տեղի է ունեցել 159 մարտական բախում, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է
եւս 950 օկուպանտ եւ 1141 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Հիմնականում մեծ քանակով դրոններ են կորցրել ռուսները եւ շատ բողոքում են ձմռան պայմաններում պատերազմելու հնարավորություն չունենալուց։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել են արդեն 1,220,950 զինվորական։ Ռուսները սովորության համաձայն գիշերով ուկրաինական քաղաքների լույսն էին ուզում անջատել, բայց դե սովորական պայմաններում նրանց շանսերը այդքան էլ մեծ չեն։ Մեր հոպը ռուսական 318 թիրախներից խոցել է 240-ը, ցավոք կան խոցումներ բնակվունդում եւ էներգետիկ համակարգում, Խարկովում 4 մարդ է զոհվել ռուսական հարվածից, կան նաեւ վիրավորներ։ Հենց նոր տեղեկացանք, որ Սևծովում դրոնների կողմից հարձակման են ենթարկվել 4 տանկերներ ռուսական ափերի մոտ։ Հունվարի 13-ին երեքշաբթի օրը 4 նավթային տանկերներ Սևծովում հարձակման են ենթարկվել ծովային դրոնների կողմից, երբ ուղևորվում էին Ռուսաստանի ափերի մոտ գտնվող Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի տերմինալում նավթ բարձելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը հղում անելով 8 տարբեր աղբյուրների, խոսքը Delta Harmony, Matilda, Freud եւ Delta Supreme տանկերների մասին է։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել հարվածը, ավելի մանրամասն կտեղեկացնենք մեր Telegram-ում հենց լինեն լուրեր, կամ հուսամ արդեն վաղվա եթերում կխոսենք այս մասին։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, որը շատ բարդ պայմաններում եմ պատրաստել ձեզ համար։ Խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Հույս ունեմ, որ կհանդիպենք արդեն վաղը, գուցե ավելի լավ լուրերով։ Մնացեք բարով։